հարությունը միանշանակ այսօրվան ասում են ինչու սեպտեմբերի 27-ին ոչ այսօր, որտեղ այսօրը կապություն է նրանց որևէ ռազմական գործողության հետ։ Շնորհակալություն, այս օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության ինչ-որ օր։ Եթե դուք ուշադիր հետևել եք քննարկումներին եւ օրենքի ներկայացման հիմնավորումներին, ապա կտեսնեք, որ չի կապվել կոնկրետ որևէ ռազմական գործողության հետ։ Ավելի ընդգրկուն համընդհանուր, այսպես բոլոր հարցերը իմի բերված այդ տրամաբանությամբ է ընտրվել այսօրը, որովհետև եթե ընտրվեր սեպտեմբերի 27-ը, ապա կարող էր ընտրվել մեկ այլ, մենք Հայաստանի Հանրապետություն եւ առհասարակ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել եւ հստակ ինչ-որ օր չի դրվել հիմքում։ Շնորհակալություն եմ հայտնում։ Վաղ առավոտից բազմաթիվ ծնողներ են այստեղ թույլ չտալու նաեւ ձեզ մոտենալ իրենց որդիների շիրմերին, ինչպես կմեկնաբանեք։ Պարոն Սարգսյան, նաեւ Կարծում եմ, կներեք, մենք պետք է այդ տրամաբանությամբ չմոտենանք, որ նրանք բոլորը մեր եղբայրներն են եւ բոլորը, ես տարիքի բերումով իրավունք չունեմ ասել, բայց ավակները կասեն, որ բոլորի որդիներն են, ովքեր ընդունում են որպես իրենց հայրենիքի համար զոհվածների եւ գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու։ Դուք ծաղիկներ խոնարհեցիք հարուցում Պարոն Սարգսյան, այսօր բոլոր պատերազմներում նահատակների օրն է, բայց Արցախի կանչը կոթողի մոտ ոչ մեկ ծաղիկներ Ներողություն։ Հայեր չեն զոհվել 23 թվականին։ Ձեր հարցը ձեր դուրը եկավ։ Դուք ոչ մեկ ծաղիկներ չխոնարհեց Արցախի կանչը կոթողի մոտ։ Հայեր չեն զոհվել 2023 թվականին, թե զոհեր չեն ունեցել։ Տեսակ մենք որտեղ խոնարհեցինք։ Ես տեսա, որ բոլորի մոտ խոնարհվեցին, բայց Արցախի կանչի մոտ չխոնարհվեց ծաղիկներ, ինչու՞։ Իսկ մենք ունենք նաև այլ հերոսներ։ Մենք այդտեղ էլ չխոնարհեցինք։ Այո, բայց մյուսները խոնարհել են։ Վազգեն Սարգսյանի մոտ, Մոնթե Մելքոնյանի մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարհելու։ Դուք կոնկրետ Եռաբլուր զինվորական Պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ եւ խոնարհվեց։ Պարոն Սարգսյան, մի ճշտող հարց կապված մասնավորապես ջերմուկի որը տարիներ առաջ եղել։ Ինչ սպասենք, երբ սպասենք այդ գործընթացները։ Ձեր հարցերը կրկնվող են եւ քանիցս պատասխանվել է, որ այդ բոլոր հարցերը, այդ հանրությանը հուզող հարցերը տրվել են եւ միանշանակ պատասխան են տրվել բոլոր պատասխանատուների կողմից, որ կա հանձնաժողով, որը զբաղվում է սահմանագծմամբ եւ սահմանազատմամբ եւ այդ հանձնաժողովի գործունեության արդյունքներով վերջնական հարցը լուծում կստանա։ Պարոն Սարգսյան, վերջին ասուլիսի ժամանակ Բաբիկյանը նշեց, որ կանայք պետք է համալրեն բանակում ծառայող կանանց շարքերը։ Ձեր կանայք պատրաստվում են համալրել այդ շարքերը։ Դուք պատրաստվում եք համալրել։ Եթե իմ կինը ցանկանա, դուք ուշադիր չեք կարդում, թե օրենքները, թե ձեր տված հարցը։ Եթե դուք հիշում եք, այդ օրենքի նախագիծը եւ ընդունված օրենքը կոչվում է կամավոր պարտադիր, որի շուրջ նաեւ քննարկումներ ծավալվեցին, ինչ է նշանակում պարտադիր, եթե կա կամավոր, եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնի, ես միանշանակ կողջունեմ։ Եթե հայտնած լիներ, ես կասեի օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այսինչ զորամասում։ Եվ մեկ հարցեր էլի ահազանգ կա, Թույլ կտակ եկեղեցու դեմ կատարվող դուք անընդհատ ահազանգեր եք ստանում, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում։ Նոճաշումներ չկան հիմա գնդերեսների։ Թույլ կտակ ես գնամ։ Դուք չեք խնայի։ Պարոն Սարգսյան, վերջին շրջանում բանակում կարծես ինքնասպանությունների դեպքերը շատացել են։ Ինչով է սա։ Վերջի մի քանի ամսում մի քանի դեպքի մասին ամեն դեպքում լսել ենք, պարոն Սարգսյան։ Դուք ինչ լսում եք, հավատում եք։ Լսում եք, այնուհետև դուք հաստատում եք, բնեիջը հաստատում եք։
ՊՆ-ի էջը նաև հրապարակել է, որ վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում եւ այդ հարցը չարչրկված հարց է եւ նաեւ պաշտպանության նախարարը վերջին օրը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին եւ առհասարակ հասարակությանը եւ նաեւ ես լրագրողներին այդ կոչը կարող է հնչել, որ պետք չի այդ լուրերի տարածողը դառնալ եւ դժբախտությունների ու մահերի մունետի կլինել։ Եթե չեմ սխալվում, պարոն Պապիկյանը հենց այդպես բնութագրեց, որովհետեւ նախորդ տարի ընդամենը ծառայության հետ կապված եղել է 6 մահվան դեպք։ Մնացած թիվը, որը ուռճացված ներկայացնում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են, որոնք մարդիկ են, մեր հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել է։ Շուրջ 2 շաբաթ առաջ կանված կալինասպանության հաստատի տարայով կապված ինչ կարող է եւ դեպքեր լինեն։ Չեն նկատի ունեմ կալանավորվածը, զինծառայող էսպայով։ Տղայական այդ խոսակցությունները վերացնել են։